Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների շնորհիվ խորհրդարանը կունենա Սփյուռքը ներկայացնող պալատ։ Այս հայտարարությամբ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ Կալիֆոռնիա հայ համայնքին։ Հայաստանի խորհրդարանում Սփյուռքի ներկայությունը զգալի փոփոխություն կլինի Հայաստանի պետական կյանքում։ Սրանով Հայաստանի կառավարությունը ձգտում է կարևորություն տալ 7 միլիոնանոց Սփյուռքին։ Խորհրդարանը կունենա առաջին պալատ, ներքին պալատ եւ վերին պալատ, սենատը, ուր կընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները։ Առայժմ հաստատված է գաղափարը, իսկ իրագործման համար որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի։ Երկար գործընթաց է, արագ որոշում, կարևորը քաղաքական որոշումը կա, կարևորը նախագահի կամք կա։ Մնացած քայլերը իհարկե կարելի է ձեռնարկել, բայց սահմանադրական փոփոխություն է անհրաժեշտ։ Սահմանադրական փոփոխությունը այնքանով երկար չի կարող տևել, որովհետև 1-2 խնդրի ենք անդրադառնալու, ամբողջ սահմանադրությանը չենք անդրադառնալու, սա առաջինն է։ Երկրորդ կա աշխարհում փորձ։ Հենց այս պահին Իտալիայի վերին պալատում նրանք ունեն սփյուռքահայերի ներկայացուցիչներ, որոնք ընտրվում են Սփյուռքի կողմից։ Այսինքն մենք չէ որ հեծանիվ ենք հորինում, մենք պետք է վերցնենք նաև եղած փորձը, տեսնենք նրանց դրական մասը, բացասականը եւ դրանից ելնելով կարողանանք մերը ճիշտ կառուցել։ Երրորդը իհարկե Սփյուռքում կան կուտակված շատ հետաքրքիր աշխատանքային փորձեր, մեխանիզմներ, նույնը Հայաստանում արդեն մենք այս տարիների ընթացքում բավականին փորձ ենք ձեռք բերել, այս բոլորը պետք է մեկտեղ ենք։ Սեպտեմբերի 19-ին 20-ին մենք անցկացնում ենք Սփյուռքյան համահայկական կառույցների եւ կազմակերպությունների համաժողով։ Այդ համաժողովը հենց կդառնա այն կենտրոնը, որտեղ շատ մանրամասն կքննարկենք բոլոր մոտեցումները, ինչպես ենք տեսնում այդ վերին պալատի ձևավորման մեջ Սփյուռքի դերը, նշանակությունը եւ մասնակցության չափն ու քանակը։ Սփյուռքի նախարարը շեշտեց նաև, որ 2011 թվականը հայտարարված է Սփյուռքի միջազգայնացման տարի։ Նախարարը նշեց, որ Հայաստանի առանձնահատկությունը բազմահազարանոց Սփյուռքն է, որը աճում է եւ հզորանում, եւ պահպանել միանալ Սփյուռքին դա կլինի Հայաստանի կարևորագույն քայլերից։ Այս ուղղությամբ նախարարությունը անց է կացնում մի շարք ծրագրեր, ուղղված հայապահպանմանը, կրթության եւ տեղեկատվության անվտանգությանը։ Նախարարությունը նպատակ ունի նաև Սփյուռքի բարեգործական ծրագրերը վերափոխել տնտեսական շահույթ բերող ծրագրերի։ Իր ուղղվածությամբ Սփյուռքի նախարարությունն ունի համահայկական 5 ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման ճանապարհի մշակում, ցեղասպանության հարցի լուծում, լեզվի ուսուցման ծրագրերի մշակում եւ հայոց եկեղեցու շուրջ համախմբում։ Սրանք բոլորը հանուն Հայաստանի հզորացման։ Այն օրագարկերը, որոնք համահայկական նշանակություն ունեն, այսինքն հայտած ցեղասպանություն, pedagogical հզորացում, Ղարաբաղ, այդ դեսակ նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ Սփյուռքյան ներդրումը օրինականացնելու լավ հրաշալի բան է, պետք է ցևը գտնվի, դժվար է, բայց պետք է ցևը գտնվի։ Այլապես ուրիշ ավելի կորզնական առօրյա խնդիրներով զբաղվող մարմին չեմ պատկերացնում, adiga ինչ կնալալ, ինչ խանի ջաղանջ կնալ ստեղծել։ Ամենայն դեպս հստակացման շատ բան կա, ողջունում ենք ինչ որ դրական քայլ դեպի ավելի հստակացում այդ տեսակ մարմնի ստեղծման։ Սփյուռքի նախարարի առաջարկով կստեղծվի նաև ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշող հանձնաժողով։ Հայը իրոք իր պետության, իր արմատի կրողը պետք է լինի, նա պետք է համարի իր հայրենիքը, որտեղ էլ որ ապրում է, ինչ էլ որ անում է, միևնույն է ինքը հայաստանցի է։ Մենք բոլորս այստեղ հայաստանցիներ ենք, այլ բան է, որ ժամանակավոր ապրում ենք տարբեր երկրներում։ Կարծես թե ես երկրորդ Հայաստանում եմ, մանավանդ Կալիֆոռնիայի նման համայնքը, որտեղ դասական կուսակցությունները, կազմակերպությունները, լրատվությունը, եկեղեցին, հայկական եկեղեցին, կարծում եմ մշակութային կենտրոնները, դպրոցները, բոլորը այնքան հզոր են, կարող են, կազմակերպված են, որ ոչ միայն ինձ համար հպարտության աղբյուր եւ առարկա են, այլ նաեւ դա վախ է շատ ու շատ մեր հակառակորդների համար, որովհետեւ հասկանում են, որ գործ ունենալ Հայաստանի հետ նշանակում է գործ ունենալ մի ամբողջ ժողովրդի 10 միլիոն հայի հետ։ Սա ամենագլխավորն է եւ դա յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի։ Մենք դա պետք է հասցնենք նաեւ մեր քարոզչության, մեր ակտիվությամբ, որովհետեւ մենք աշխարհին ներկայանում ենք հայրենիքով եւ Սփյուռքով։ Իսկ հայրենիքը եւ Սփյուռքը եթե միասին չլինեն,
եթե միասնաբար չգործեն, եթե ինչպես հաղորդակից անոթներն են միասին չաշխատեն, ապա աշխարհը մեզ հարգել չի կարող։ Մեր հակառակորդները միայն դրանից կարող են ուրախանալ եւ պտուղներ քաղել։ Իսկ դա մենք թույլ չպետք է տանք, որովհետեւ մենք դա կարող ենք անել։ Անիտ Հաթեւոսյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստաընկերություն։